Ոչ։ Չէ, ես դատարանին հարգում եմ, նախ շնորհակալություն հայտնեմ, որ դատարանը տավին դրության մեջ, որ խնդրում եմ երրորդ հարկ բարձրանալու եւ օգտվելով նրանից, որ ուղիղ հեռարձակումը մի բան ասեմ, որ դատարանի խնդիրը չի, բայց դա դեպարտամենտի ու դատարանների պետք է լինեն պանդուսներ։ Ուղղակի մինչև մեկս էս վիճակի մեջ չենք հայտնում, չենք պատկերացնում, որ որոշ մարդկանց համար ինչքան դժվար է։ Ամեն դեպքում շնորհակալություն պատվարժան դատարան, վստահ եմ, որ դատարան ներկայացված բողոքին ծանոթացել եք, որպեսզի ժամանակը խնայենք, եթե պատմեք չանդրադառնամ, այլ ընդամենը այո, փաստաթղթերը խնդրում եմ բնօրինակները կամ վերադարձրեք եւ պայմանանակ ես վերել եմ, ուղղակի որ համեմատեք բնօրինակի հետ ամբուլատոր քարտնա եւ դիագնոզ։ Ինչպես նաեւ անցյալ դատական նիստից հետո կատարված գործողություններ ինչի պատճառով չեմ կարողացել ներկայանալ։ Պատվարժան դատարան, որպեսզի երևի ձեր սուղ ժամանակն չխնայենք, չեմ կարծում, որ բողոքը ամբողջությամբ ընթերցեմ։ Ճիշտն ասած, չեմ ծանոթացել ցավոք դիրքորոշման հետ, բայց ինձ համար դա կարևոր չի դիրքորոշման հետ ծանոթանալը, քանզի կա արդեն վերջիններիս կողմից իմ բողոքի մերժումը, քրեական վարույթի կարճելը եւ այլն, այսինքն նոր բան դժվար է ասած լինել։ Չեմ գտնում։ Ոչ, որովհետև սկզբանե եւ նայեք, շատ հետաքրքիր է, այս գործին ես մասնակցում եմ եւ որպես Հայաստանի Հանրապետության զուտ քաղաքացի եւ որպես իրավապաշտպան, որովհետեւ այն ինչ որ կատարել է, կապված է այն մասնագիտական գործունեության հետ եւ այսպես ցանկանում եմ ընդհանրապես երկու բառով դատարանին ներկայացնել նախապատմությունը, ինչից ամբողջը ծաղկի, որպես իրավապաշտպան ժամանակ առ ժամանակ բողոքների հիման վրա տարբեր ոստիկանության բաժիններ եւ այլն այցելություններ է կատարվում, կամ հավաքագրում ենք որոշակի տվյալներ, թե ինչ իրավունքի խախտում է տեղի ունենում ոստիկանության կամ կանչական համակարգում։ Ուրեմն օգոստոս ամսին այցելել եմ Արաբկիրի քննչական բաժին, Արաբկիրի ոստիկանություն, համայնքային տեսուչների, այսպես ասած, բաժինը, նախապես ըստ որում զանգահարել տեղեկացրել եմ իմ այցելության մասին։ Ես չեմ կարծում, որ իմ այցելությունը պետք է տարբերվի ուրիշ մարդկանց այցելությունից, բայց նույնիսկ այդ պարագայում հասկանալով, որ կարող այդ ամեն ինչի մասին բարձրաձայնվի, ես առերեսվել եմ մի ինձ համար անհասկանալի իրողության հետ, երբ որ բարձրանում ես եւ տեսնում ես, որ այսպես կոչված ժողովրդին ասեմ թաղային, հա, որ տեսուչների պետ կոչվածը իր բազկաթոռի մեջ նստած ծխում է ու փչում է, ինչ որ մեկի հետ խոսում է աշխատակից, փչում է քաղաքացու կնոջ իրավապաշտպան, ինքնապես մարդու երեսին են պարագայում, երբ որ մենք բոլորս գիտենք, թե դա անթույլատրելի է, նամանավանդ օրենքի ընդունումից հետո։ Եվ շատ անպարկեշտ պահվածքից հետո ես ընդհանրապես դուրս եմ եկել, որովհետև ես որպես Հայաստանի Հանրապետության հարկատու չեմ կարծում, որ նման վերաբերմունքը կարա ընդունելի լինի որևէ մեկի համար։ Այդտեղից դուրս գալով մեկ այլ անհագիտի հետ եմ առերեսվել, ուղղակի այդտեղից ես բնականաբար ջղայնացած նույնիսկ բառ չեմ ասել, ուղղակի սպասել եմ, որ իրենք կարող են հատ մի քիչ ժողովրդի լեզվով ասած դզվեն իրաց նստած աթոռ մեջ, ոչ թե պարկեն, մենակ թզվերներ պակասը, ուրիշ ոչ մի բան։ Եվ մեկ հետ դուրս են գալիս այլ արհավիրքի մի կիսահարտնված օրյոտ, մտածեցի, որ այցելու է, դեռ քաշում ասում եմ, իմ սենյակ, ես ձեզ հանգստացնում, ես նայում, տեսնում եմ վարդագույն սենյակ, սպիտակ խալիներով, Սվարովսկի քարերով, ճիշտը որ ասեմ, մոտ տպավորություն ստեղծեց, որ միլուց է տարիքային խնդիր ունեմ, ընկել եմ ոչ թե ոստիկանության բաժին, այլ մի տեղ տենց փոփոզած ծխում եմ, մյուս սենյակը
որ հետագան պարզվեց, որ հոգ տեսուչի սենյակա, Սվարովսկի քարերով, սպիտակ խալիներով, ռոզովի պատերով, որը հիշեցնում էր մեկ այլ բան, ոչ թե ես դուրս եմ եկել ամենը, բնականաբար շատ վրդոված եմ դուրս եկել եւ ամսի 19-ի նույն օրը տեղադրել եմ անոնց իմ էջում եւ հակապողություն բլոգի էջում, որ ամսի 20-ին կլինի եթեր Արաբկիրի բաժնի մասին։ Ես այստեղ խնդրում եմ, ես տող արկող ապացույցներ ուզում եմ ներկայացնել, որ բողոքս ուղղակի չլինի ցանկությամբ գրված բողոք կամ չգիտեմ ինչ-որ մի բանի համար։ Շատ հետաքրքիր է, որ նորից կրկնում եմ, ես այդտեղ տեսել եմ երկու մարդ, Արկադյանովը փոփ տեսուչի եւ Ֆրիդա հետո պարզվեց, որ այդ կնոջը։ Ես այդտեղից դուրս եմ եկել, տեղադրել եմ անոնց, որից հետո 10-20 րոպե հետո իմ Facebook-յան էջի ոմն մնաց հարությունը, որին չեմ ճանաչում, գալիս է ինձ, ես ամբողջ ապացույցները ներկայացնում եմ, գալիս է ինձ հաղորդագրություն, որի ժամը 7:15, 19:15 մեսենջերով ստանում եմ, ձեզ լրացուցիչ ինֆո պետք է Արաբկիրի հոբբի հետ կապված։ Իմ համար զարմանալի է։ Ես հիմա ինք հասկանում թե մնաց Հարությունյանով, այսինքն, ես մտել եմ ոստիկանություն, եւ ոստիկանության հետ չաշխատող մարդը միանգամից տեղեկանում եմ այցելության մասին, եւ գրեթե հետո է բարձում, որ սա է Ֆրիդայի ամուսինն է, չամուսինն է, որ հետագայում կներկայացնեմ։ Ես խնդրում եմ, եւ չգիտեմ դատարանին, սա իհարկե նախաքննության մարմնի ներկայացված է եղել, սա իմ ասացի ապացույցն է, մեսենջերի էջից տպված, ամիս ամսացով եւ բնօրինակները բնականաբար մոտս է, այս ես կներկայացնեմ դա։ Որից հետո լինում է ինձ մոտ ուղիղ եթեր, ամսի 20-ին ուղիղ եթեր է տեղի ունենում, որտեղ ես պատմում եմ զուտ եմ, ինչ որ պատմել եմ այստեղ, եւ ավելին ասեմ հետաքրքրվելով թե ովքեր են այդ աշխատակիցները, շատ տարօրինակ բան եմ գտնում, որը եւ այս քրեական գործի ինքն է հանդիսացել։ Այդ տեսուչ Ֆրիդա Մակարյան, որի հետ չեմ զրուցել, այսինքն որևէ անձնական վերաբերմունք, թշնամանք եւ այլն չկա, էջում տեսնում եմ մանկահասակ երեխա կարմիր շրթներով, մեյքափ փոշվածով, որտեղ գրած է, որ ռոզովые губки, голубые глазки, маленькая модель համագործակցության համար գրել, կողքնել այդ կնոջ նկարը Վարդագույն կաբինետի տիրոջ։ Սա իմ համար եւ որպես մայր, եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես իրավապաշտպան առավել եւս 6-7 տարեկան երեխային շպարով նկարել կարմիր շրթերով, որը թիրախավորում է երեխայի շրթերով, ու կանչել մարդկանց համագործակցության մասին։ Ես եթերով սա ցույց եմ տվել, այո, եւ ես սա ասել եմ, որ սա փոքր երեխայի տրաֆիկինգ է, ուղղակի տրաֆիկինգ, չգիտես ինչի մեր ժողովրդի մոտ տպավորված է, որ մենակ այստեղից Դուբայ ու Թուրքիա տանում, նա չեն պատկերացնում, որ դա մանկահասակ երեխայի շահագործում է, որտեղ երեխան չի կարող, եթե երեխան մոդել է, դրա համար գոյություն են մոդելային, այսպես ասած, արգենստվաներ, որի միջոցով կատարվում է այդ ամբողջը երեխային չթիրախավորելու։ Ամբողջ պատմությունը սկսվել է սրանից, նորից եմ գտնում։ Ես այցելել եմ այդ ոմն մնաց Հարությունյանը, նույն պահին ինձ գրել է իմ համար անհասկանալի պահված, ձեզ լրացուցիչ ինֆո պետք է Արաբկիրի հոբբի հետ կապված, մյուս օրը եղել է եթեր, որից հետո, 2 օր հետո, ես տեղեկանում եմ, որ Ֆրիդա չգիտեմ ինչ աներ, Մակարյանը, իմ Facebook-ի դիմապատկերը թաքցրել է տղամարդկանց զուգարանին Արաբկիրի բաժնում։ Ես էլ եմ ասում, սա ոնց թե ոստիկանության հետ որևէ արտաշրջող գործընթացները, այդ սա ինչ-որ անձնական տիրույթ է, զանգում է, որ այսինքն հետագայում այս սպառնալիքների մսնչեցում է այդ կնոջ ամուսինը, սա խնդրում եմ փոխանցել։ Սեպտեմբերի 2-ին եթեր եմ ունեցել նորից, եւ եթեր ոչ մենակ Արաբկիրի բաժնին է նվիրված եղել, այլ նվիրված եղել 3 ոստիկանության 3 բաժների Արաբկիր կենտրոն զվարթոնց, որոնցով իդեպ 2-ով քրեական վարույթ է հետո նախաձեռնվել, Կաշառքի փաստի արխիվ,
եւ անկախության, այսինքն տարբեր բաժինների անելիված եղել, ասել համար արարքի բաժինը թիրախավորված չի եղել, թիրախավորվել այնքանով, որ չեն պատկերացրել, որ ոստիկանության բաժնում կարելի է զուգարանի նկարներ կպցնել եւ նման կիսահանված տեսքով հայտնվել եւ վարդագույն կաբինետներ եւ այլն, երևի թե ինչ-որ վարդագծային կոդեր ունեն։ Եթերից անմիջապես հետո 0209 արդեն երբ որ օրը երևի թե հա փոխվել է, որտեղ իմ մոտ հեռախոսից պահպանված է, ես մի անգամ զանգեր եմ ստանում, որը ևս ներկայացրել է քննիչին, ինչ-որ անծանոթ համարից անընդհատ զանգեր է լինում, եւ հետո երբ որ պատասխանում են, ինչ-որ մեկը ներկայանում որպես մնաց հարցունան, այսինքն ներդրումի սուբյեկտը, որ իմ այցելությունից դուրս տպավորվում է, այնտեղ ընտանեկան կոլեկտիվ է աշխատում, այսինքն ռազմորկանների միջոցով են հարցնություն ոստիկանությունում, եթե ուրիշ մեկը լինի, ասում ինչ-որ քո ամուսինը կամ բան քույրը հաղորդում գրի։ Այդ մնաց Հարությունյանը զանգարումից ներկայանում է որպես զոննայող, չի էլ նշում թե որտեղի զոննայողն է, ու ասում է, որ ինքը ու սկսում է տարատեսակ բաներ խոսալ, նրա վերաբերյալ, որ դրված է եղել սիգամակարանի եւ գալիքի նկարը, որին ես իրան պատասխանել եմ, որ սա ձեր շահերից է, որտեղ չի կարելի մանրահասակ երեխային սարքել շահագործման զոր եւ հենց մարդիկ հրավիրել ասել էսի համեցեք համագործակցության համար։ Ի վերջո շատ չերկարացնեմ, վերջինս հնչեցրել է սպառնալիքներ, որ նա շփոթ կտա վրացիստատա կլեցեն, կպատժվեն եւ այլն եւ այլն։ Ես դրապացուցները մի մասի ապացնել եւս հնչածս կներկայացնեմ, որը եւ ներկայացրել է նախաքննության մարմնին, բայց ճիշտն ասած դատարանից երբ որ ես ստացել եմ հրեական վարույթի նյութեր, դա նման բան չի եղել, շատ տարօրինակ է։ Երևի սրանից հետո պետք է ժուրնալիստներով գնալ Ինչական մարմիններ, Պարոն Պողոսյանին են դիմում, իմ համար ցավալի է, որ իմ կողմից շատ հարված մարդիկ նման կառույց են ղեկավարում։ Մյուս օրը առավոտյան, որը ևս ես ներկայացրել էի սկրիներով, ես զանգել եմ քրեակատարողական ծառայություն, որպեսզի ճշտեմ, եթե ինձ զանգած մնաց հարցումն աննական նորմալ որ ունենալ, вообще ով է ինքը։ Իմ համար դեռ անծանոթ կերպար է։ Ընդհանրեն արդեն Facebook էջին ես անդրադարձել եմ, Ես արժանացից տեսել եմ ամբողջ իրավապահ համակարգը, անուններով չեմ ուզում ներկայացնել քննչական կոմիտեի վերին խավը, դատախազության աշխատակիցներ, իմ համար շատ տարօրինակ էր, որտեղ ասեն ասա անկերը տողը, ասեն դու ով ես։ Ինձ քրեակատարողական ծառայության մամլո խոսնակը Նոնե Ազգանունը չեմ հիշում, ասաց, որ նման մարդ չկա, որպեսզի դատալեքսը գտնել, եւ այո, դատալեքսը գտա, վերջինս Վատաշենում կրել կանանքը, 10 տարի ժամկետով ազատազրկված է եղել, փախուստի դիմաց եղել, խարդախության համար, մի շարք անձանց մեծ գումարներ եւ այլն, բայց չգիտես ինչի իր պատժից տվել է, ինչ-որ մաս, որ ինչ չէ տալ։ Այսինքն դրան կարողացա ճշտել, թե դա ով է։ Դրանից հետո ես նորից եմ անդրադարձել ուղիղ եթերով սպառնալիքներին, որովհետեւ այլ տարբեր ուղղակի չունեն։ Դրանից հետո սա շատ կարևոր է դատարանի համար, հեռուստահամարը նշված է, ինգոցաթալ հավելվածին, նույն օրը 20, 21, 40, 21, 50, 21, 53, 21, 57, 22, 02 եւ այլն, կատարվում են զանգեր։ Այդ հեռախոսահամարը, որը այդ մնացած զանգել են WhatsApp-ի վրա եւ սպառնում են։ Դրանից հետո ես չեմ պատասխանում, դա այս համարն է 43, 15, 99, 23, Փառք այդ ամբողջը վիդեոով է կա, ես նկարահանել եմ եւ պահել եմ եւ 093, 53, 36, 10։ Դրանից հետո ստանում եմ տարատեսակ 3 համարներով, Viber-ով, հաղորդագրություններ սպառնալիք, որը կարդում եմ ու ջնջում եմ։ Զուտ հաստրել եմ համարները ֆոտոանել, որը ներկայացրել եմ նախաքննության մարմնին եւ խնդրել, որ պարզի։ Սա ամբողջ զանգերի պատմությունն է, որի տաբերում մնացն է ուզում եմ խոսեմ, երևի 30-րդ զանգից հետո, որպեսզի մասածները ներկապարանոց չլինի։ Սա ամբողջ այդ զանգերն է, նույնիսկ այս Viber-ային այդ համարներից, որ missed call-էր ա եղել, այսինքն բաց թողնված զանգեր։ Ես
իզորու չեմ դա պարզելու, խնդրեմ դատարանին եմ ուզում ներկայացնել։ Բացի դրանից հետո 17 ուրեմն նայեք, քանի որ քրեական գործունեությունների վստահ դատարանը ծանոթ է, ես առաջին հաղորդումը տվել եմ սեպտեմբերի 3-ին, թե ինչա կատարվում, այսինքն այդ զանգերի հետ կիսվատար լցնելու եւ այն ինչ որ ձեզ նախապատմությունը պատմեցի կրճատ։ Սեպտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 16-ը, եթե խոսքը գնում է կյանքի ու առողջության սպառնալիքի վերաբերյալ, ես կարծում եմ ցանկացած քաղաքացիության շատ կարևոր է եւ հաշվի առնելով որ ինքը բավականին վատ են հանցագործությունը եւ մարդու կյանքին է վերաբերում, սա պետք է անհապաղ քննության առարկա դառնա։ Չգիտես ինչի է քննիչը, որը երևի ներկայացել է ճիրը տիկին օրիորդ Շահ Մուրադյան ինչ-որ։ Նույն օրը, այսինքն քրեական գործի նյութերից են հասանում, որ ինքը քրեական վարու չնախաձեռնելու որոշում է կայացնում իմ ներկայացած հաղորդումից 27 օր հետո։ Ես ուզում եմ հասկանամ, որովհետև գործողություն չկատարելու։ Այո, միգուցե ես ունեմ, այո, միգուցե նման բան չի եղել։ Այդ ամեն ինչը մենակ կարող է պարզել դրա համար գոյություն քննչական կոմիտե, պարոն Պողոսյան։ Քննչական մարմիններ գոյություն ունեն, որոնք համապատասխան գործողություններ պետք անեն, որպեսզի պարզեն, արդյոք ես ստում եմ, արդյոք եղել է նման բան, արդյոք ես համարներ ունեմ պատկանում, տիկի օրիորդը որոշում է, որ ոչինչ չմա սպառնում են։ Եվ բնականաբար այստեղ բոլորի ուշադրությունը ուզում են դարձնել մեր հանգամանքին, որ չեմ սիրում այդ բառը, բայց քննիչը սրել է, ինչպես դատարանին, այնպես էլ իր վերադասին, որտեղ քրեական գործունեություններին ծանոթանալուց ես տեսնում եմ, որ գրված է, որ ամսի 1-ին քրեական վարույթ չնախաձեռնելու մասին ես իրազեկվել ծանոթ եմ։ Ուրեմն ես հիմա ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ հայտարարում եմ, չի եղել։ Այսինքն ստել է եւ դատարանը եւ իր ղեկավարությանը եւ քրեական վարույթի նյութերին, որովհետեւ ես չեմ իրազեկվել, որը կարելի է ստուգել հայտնի միջոցով։ Միակ տարբերակը, եթե գարնի Շամուրադյանը աղավնու ոտիներ կապել ուղարկել, աղավնի տեղ չի հասել, չեմ կարող ապացուցել։ Այսինքն սա արդեն խոսում է նրա մասին, որ ի սկզբանե կենտրոնի քննչական երրորդ բաժնում եղել է շատ կողմնակալ մոտեցում այս վարույթի վերաբերյալ։ Ես իհարկե դրա մասին չեմ իմանում, դրա մասին ես ճշտում եմ, ինձ մոտ կա զանգերը, ուղղակի տեսնելով որ 27 օր, 30 օր անցել է, մի ամիս անցել է եւ ոչինչ չի կատարվում, ես զանգարում եմ կենտրոնի բաժին, ճշտում եմ ով է քննիչը, դա արդեն հոկտեմբերի 1-ից բավականին 12-13 կողմերը եւ հեռախոսով այդ տիկին օրիորդն ինձ ասում է, որ ես չեմ նախաձեռնել, ասում այսինքն հարմար եմ գտել։ Եթե հարմարության առումով է, ասում եմ աշխատանքային վայրում ավելի հարմար կլինի քննչական կոմիտեն վիժանկաներ դնի, թե ինչ նշանակում հարմար։ Իսկ ինձ հարմար է ապրել այս կյանքում։ Ես չեմ ուզում նրա կիսվատանցնել, ես չապրեմ։ Ինչ նշանակում հարմար։ Կոմֆորտի զոնա չի, որ ես այստեղ օրերով գրված է, թե երբ եմ զանգարել կենտրոնի բաժին, խոսել Ոմն Կիրակոսյանի հետ, եւ որից հետո ես զանգահարել եմ այդ աղջկան, Գանե Շամուրադին, չեմ կարողանում ասել, որ քննիչ, որտեղ նման քննություն եւ չեն ստում։ Դրանից հետո ստիպված եմ եղել մեկ այլ բողոք ուղարկել, մեկ այլ հաղորդում, դատախազություն, Արամյանին, այսինքն ես բանը գործ թողած, նստել եմ, սկսել եմ հաղորդումներ գրել եւ ի վերջո հոկտեմբերի 16-ին, երբ որ արդեն կիսվատան կարելի լցված լիներ, եթե ես չունենայի հանրային իմ խոսքի մեծ տարածումը, ըստ էության դա է զսպանակը եղել, զսպաշապիկը։ Նոր քրեական վարույթ է նախաձեռնում մի քննիչ, որ իր ներքին համոզմամբ չէր ուզում եւ ինձ բացատրում է հեռախոսային խոսակցության միջոցով, որ ինքը ստիպված է դառել դատախազությունից ստիպված։ Ես չգիտեմ, եթե ստիպված եմ, որ դատախազություն մի ստիպեք, թող չհարուցեն։ Եվ սա ամբողջ այդ նախապատմության եւ հեռախոսային զանգերը եւ մնացած ամեն ինչն է, ես հիմա ավարտեմ կներկայացնեմ ձեզ։ Եվ ավելին, հիմա ես ուրիշ բան եմ ուզում ասել, որ
Նման քննության, շակերտներով քննության պարագայից հետո դեկտեմբերի 2-ին սա ուղղակի կապ չունի, բայց իմ տուն մարդիկ են, որի մասին քրեական վարույթ կա նախաձեռնել։ Եվ ես հիմա չգիտեմ, մնաց նաև Գաներ Շահնազարյանի հետ եղել, իր հետ են եղել, այսինքն փաստը մինիմալ փաստ, ոստիկանությունը կեցել է, որ իմ տան դուռը, այսինքն ոչ թե փակած չէ, այլ լայն բացված եմ գտնում, ու ես մենակ չէ, եթերից հետո գալիս եմ։ Սա ինձ համար, ես չեմ ասում հենց ինքնա, որովհետև ելնելով են հանգամանքից, որ մեր կազմակերպությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, ես անթիվ անհամար սենց ասած չուզողներ ունեմ ու իզից վիրավորված մնացած անձնավորություններ, բայց որևէ մեկը ինձ ակնհայտ չի այդ սպառնալիքը հնչեցրել իմ ականջների համար։ Ես ուզում եմ նաև քրեական վարույթի մեջ եմ գրած, որ այո, ինչ մնաց Հարությունյանը միայն մեր գրասենյակի հեռախոսահամարի 78 զանգը կատարել։ Հիմա ես ուզում եմ հարց տամ, իհարկե դատարանին ես իրավունք չունեմ, ռետորական հարց։ Ինչ գործ ունի մնաց Հարությունյան, որ արդեն քրեական վարույթ է նախաձեռնված, նա վարույթի շրջանակներում 78 անգամ զանգահարում է, 78 անգամ մեր գրասենյակ։ Հնչեցնում այդ թվում սպառնալիք է, ու ամենահետաքրքիրը պատվարժան դատարան, ինչի եմ ես նորից պնդում, որ ես գործը թերիակ քննված։ Որևէ մեկը չի կանչում հարցաքննի, գրասենյակի են աշխատողին, մենք ունենք թեժկից թեժկի մենեջերն է բոլոր զանգի։ Որը 78 զանգը ստացել է, դոյատովը չի ստացել կամ խոստացել։ Այսինքն, այսօր, եթե բան է փոխվել, պարոն Արտուր Պողոսյան, քրեական վարույթ։ Դա ուղղակի լավ, իրան չեմ դիմի, թող ինքը նայի։ Ընդունում եմ ներողներ։ Ես ուզում եմ հասկանալ, արդյոք ինչ-որ մի բան է փոխվել։ Այսինքն, այս գործում հարցաքննվել եմ ես։ Ներկայացրել եմ այս ամեն ինչ-ինչ որ հիմա եմ ասել, դե նոր բան չկա։ Հարցաքննվել է մնաց Հարությունյանը, եւ չգիտես ինչ է, հարցաքննվել է Ֆրիդա Մակարյանը։ Ես դեմ չեմ, դա քննիչը պետք է որոշի։ Բայց մարդուկին կամ նախնուկին ապագա չգիտեմ հարցաքննվում է, բայց այն աշխատակիցը, ով անմիջական ստացել է սպառնալիքներ, Տիկին Օրորտը չի ուզում հարցաքննի։ Սրանից դեմ կողքցոնից դեմատին չագուջորդեցար կամ աշակերտներ։ Սա ինչ է, սա տգիտության, իրավական, սա իրական, սա վիրավորող չի։ Լավ, բայց ինչ կները հարգարժան դատարան, սա իմ կյանքին է վերաբերվում։ Ես շուրջ 1 տարի է ստացում եմ այդ բոմժի երբայեցնելու, ու բնականաբար ես քրեական վարույթը ավարտից հետո, ոնց մնաց կանետանի մյուս տարի, բնականաբար ես շատ գրգռված եմ։ Կներեք անգերագիտության բառի համար, սակավ իրավական գիտելիքների տիրապետելով, կամ մեկ այլ շահագրգռվածություն, նյութական, բարոյական, ֆիզիկական շահագրգռվածություն, որտեղ այլ բացատրություն չի կարող լինի։ Եթե մեկը 78 զանգ է ստացել եւ չի հարցաքննվում, սրան չկա այլ բացատրություն, դրա համար իրանց առարկությունները չի կարող եւ այստեղ դուրս է գալիս որ քննիչը կապված է այդ դատախազի, որտեղ քրեական գործի վարույթի նյութերում է կայ, գրված է 78 զանգ կատարել մնացել։ Հավաք շուտ չի ասում 78 զանգ կատարել ես ինչ ուզում եք կապել ես Տիկին Պողոսյանի։ Ուզում ես ինչ անես։ Եվ ասեմ ինչ է ուզում անի։ Ես հիմա սա 78 զանգը, սա այդ մնաց Հարությունյանի որպեսզի ես մեկը պարամիջ չունեմ, Facebook-յան ընկերների ցանկը, որտեղ թքել շատ ծանոթ մարդիկ կգտնեք եւ շատ բարձր պաշտոնատար մարդիկ հնչական կոմիտեից, քրեակատարողական ծառայությունից եւ դատախազությունից, եւ ես չեմ բացառում, որ հնարավոր է որ եղել է առերևույթ ճնշում եւ բացի դրանից ես բերել եմ նաեւ այն բոլոր SMS հաղորդագրությունները, որ գրասենյակի բջջային համարի նա ուղարկվել, չեմ ուզում կարդամ այս անգրագետ բառամթերքը հիմարդը, որը գրում է, որ երկու բարձրագույն կրթություն ունի, բայց անտառասխալ բառ չկա, ես վիրավորանքի մասին չեմ խոսում։
Եվ այստեղ ես գծում եմ, որ կնոջս մասին բանասողները կպատժեն։ Այսինքն, նախ ես ունեմ նաև ձայնագրություն, որ եթե դատարան ուզենա, կարող եմ հիմա էլ ներկայացնել, դեպի Ֆրիդա Նիրակինը չի ու ընդհանրապես չի։ Ինչ է նշանակում կպատժվեն, որը դուրս է մնացել դատախազի եւ քննիչի ուշադրություն։ Այսինքն ինչ կարող է քանոնով դիգար ձեռնից խփել, լեզվի սարով դիգար լսել, նիվոտի վրա հանրապետացնել, չշնակում պատժվել, կամ այդ օրը գրպանի փողոցին ձեռքեր ու դպրոցի բուֆետում հաճուտել։ Պատժվել է, այսինքն Գանը Շահմուրադյան ուզում է, որ մնաց Հարությունյանը, եթերով Կանյանցի այուտի սլատային լսնելը, այդ վախտերասեն կարող է պետին Հարություններ։ Ես սա, եթե ավելնորդ չի համարում դատարանը, կուզենամ ներկայացնեմ, որովհետև այն ինչ, որ ես խոսում եմ, ի տարբերություն քննչական մարմինների ամբողջը փաստված է։ Եվ այստեղ մի ուրիշ հետաքրքիր բան։ Ինձ համար անհասկանալի հարգարժան դատարան, երբ որ ես հստակ նշել եմ, թե որ հեռախոսահամարներից է եղել զանգերը եւ SMS-ները, հստակ նշել եմ։ Ես քրեական վարույթի նյութերի ծանոթանալուց տեսնում եմ, որ քննիչը Տիկին Շահմուրադյանը հանում է մնաց Հարությունյանին պատկանող 10 հեռախոսահամար, ասում ես հեռախոսահամարը զանգ չի։ Այսինքն իմ համար անհասկանալի է, այսինքն կարող 500 հատկաներ ուրիշ մարդկանց կամ 1000 օրերի չի եղել։ Այսինքն փոխանա ստուգեն WhatsApp Viber-ը ֆինանսավորությունների դեմ պայքարի բաժանում։ Լիքը հնարավորություններ կա, թե Մարիա Պողոսյանը կարողանա ջնջված SMS-ները կամ հետերը կամ ֆիքսեր։ Իհարկե ֆիքսեր առումով ես նկարում եմ հեռախոսից, որ այո եղել է։ Այսինքն ինքը վերցնում է, տարբեր հեռախոսահամար, այսինքն մնացած 10 հեռախոսահամար ունի, այդ 10-ից չի զանգել։ Ես հիմա ուզում հասկանամ, ես չեմ ուզում դատարանից նկատողություն անի, որ խոսքամ միասնությունության մասին, բայց սա իրականում մտահոգիչ է, ո՞նց կարող է քննիչը։ Ես ասում եղել է այս 4 համարից, ինքը ցույց է տալի ուրիշ 10 համար, ասում ես 10 համարի չէ, ու դրա համար ինքը հայկատուների միջոցով ծախսում, հարցումներ անում, թե ուղղակի թուղթ են լցնում։ Հասկանում որ երբևէ իսկով դատախազը ամենայն խորությամբ չի ծանոթանում, ասենայից ես բաներ արի, ճիշտ է կարծես սպառնալիք չկա։ Սա ինձ համար եւ ավելին։ Ուրեմն ես նշում եմ մեր դերասենյակի հեռախոսահամարը, որի ստացվել է զանգեր, ինքը ստուգում է մեր դերասենյակի երկարի գտնում է գրասենյակի իրոք շրջորերն են վարձահարության կանոնների, այս մարդուն գտնում է այն մարդու տվյալները, ով որ պատասխանել է մնացի զանգերին, ասում այս աղջիկը ստեղ ապրում, բայց դա աղջիկան չի կանչում Սա երևի մի ռեբուս է, որ ինձ համար անհասկանալի է, բայց ես դու չեմ եմ կյանքի եւ առողջությանը որևէ մեկը խաղալ, եւ այդ օրենքը չի գործում, այսինքն պետք է ասնել երևի թե ինքնադատաստանը։ Նայեք, ես սա կտամ ուղղակի ստեղ գրառումներ կա, ես ընդհանրապես իմ ասածին իհակացուց, ոչ թե 182, թե հարգարժան դատարան, 172 ինքը նշում ասում է այս հեռախոսազանգերը մենակ չի զանգել։ Բայց ես չեմ ասում, որ դրանց հեռախոսազանգեր, ես հստակ համարներ եմ նշել։ Դա մեկ, Armen Tel Yukon-ի մասին ընդհանրապես չեմ խոսացել։ Ինչ է իրանց նպատակները, ես չեմ կարող ասել, միգուցե անձնական նպատակը հետապնդում է աղջիկ ուզմատեսին մնացել ու մեկախոսի իր բոլոր հեռախոսներն են, նրանց Պողոսյանը տված հարցման է։ Բացարձակապես կապ չունի, ինքը նույն հաջողությամբ կարող դատախազության ուրիշ աշխատողների համարներ կան։ Սա այն ամենի ապացույցներն է, ինչ որ ես հիմա հնչեցնում եմ, եւ սա ամբողջը հարգարժան դատարան ներկայացրել է նաեւ նախաքննության մարմին, բայց չգիտես ինչի, ես այդ քրեական վարքի ամբողջ ցուցակը նայելով չտեսա այն արձանագրությունը, որով ես հատ ներկայացրել Այն ինչ որ ձեզ եմ ասում, թե նոր բան չի եղել։ Սա այսպես, փաստացին մեկ այլ կեղծիք ես գործում,
քննիչի կողմից կազմած 21/11/2024 թվով տվավերված ես կարծում եմ որ քննիչը արձանագրություն է կազմել որ այդ քննիչ Շահմուրադյանը որ ինքը ինձ զանգահարել է եւ ես հրաժարվել եմ տեղեկություն տրամադրելու անցի 21-ին եւ դրանից հետո անցի 25-ին դրանից հետո ինքը ինձ կանչել է հարցաքննության ուրեմն ես ձեզ մի բան ասեմ ես հարցաքննա այո զանգ եղել եւ զանգահարել ես ասում եմ որ տեղեկությունը տրամադրված է ավել տեղեկություն չունեմ այո դա ասում եմ բայց շատ հետաքրքիր է ներկայացրել որ չեմ ներկայացել ես հարցաքննության ուրեմն եթե վկան հարցաքննության չի ներկայանում կարծում եմ քրեական դատավարությունը մի շարք հնարավորություններ է տալիս խուսափող Մարինա Պողոսյանին կանչելու բայց կարծում եմ ոստիկանության ակադեմիա դեպերոց ավարտած այս քննչուհին պետք է մի բան Բա ինչ ասեմ, լավ, քննիչ է, գիտեք ինչ ես չգիտեմ քննիչինա նորոք, ասեք դիգը, քննիչ ասեմ, քննիչ Շահմուրադյանը շատ հետաքրքիր բան է կազմում, որ ես անցի 25-ին նոյեմբերի չեմ ներկայացել հարցաքննություն, այնինչ փոստով ծանոթագիր եկել անցի 26-ին, որի մասին ես զանգել ասել եմ, որ 26-ը 25-ից հետո է գալիս, խնդրում եմ, ինձ ծանոթագիր ուղարկեք, եթե կանչում եք հարցաքննությանը, այդպես որ գոնե մինչև 25-ը ստանա, այսինքն սա ամբողջը ինքը իրականում ուղղակի եւ ինքը տեղյակ է որ ուշա դա կարող է ստուգել եթե մեր նախաքննությունը մարմինը կարող է ստուգել թե երբեք իրան այդտեղից դուրս եկել սա այդ արձանագրությունն է գործը թե այնքան վատեր երևում ես չեմ կարող ասել 26/11/2024 թվականի արձանագրությունն է որտեղ ինքը գրել է որ ինքը ինձ անգել է հրաժարվել եմ փաստաթուղթ կամ տեղեկություն տրամադրելուց եւ ընդհանուր այո ընդհանրել եմ որովհետեւ Ինչ արել եմ, հատկապես թե ասեմ այլևս բան չունեմ տվյալներ ուսումնասիրելի թե չէ։ Ասել որ Տիկին Պողոսյանը չի ներկայացրել այս ամեն ինչը, դե դա չէ, բայց ի՞նչն է ընդունել, եթե չներկայացնել։ Սա ամենաֆարսը, որ հետո իրենք ներկայացնեն, որ իրանք գործ են արել։ Ավելին, ես անցի 26-ին իրազեկում եմ ուղարկել քննիչ Գայանե Շահմուրադյանին, դրել եմ որ հետ այսօր հարցաքննություն հրավիրել ծանոթագրել ու արկել ծանոթման ամսաթվի նախորդ եւ ոչ թե հաջորդ օրը։ Այսինքն սա եւս մեկ լուսիկ չասեմ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, որ քննիչը հայտնել է քննիչ Շահմուրադյանը հայտնել է դատարանին։ Սա ընդհանրեն այսքան ոչ է ես անմիջապես բացակի միջնորդություն եմ ներկայացել, որը բնականաբար գիտե որ պետք է մերժել Եվ ինքը մերժվել է Փառատոն դատարան, արդեն հասնեմ ամենավերջին, որ ես նոյեմբերի 4-ին եղել է ուղիղ եթեր, եւ այդ ուղիղ եթերի ժամանակ արդեն իսկ ես խոսել եմ նրա մասին, թե ինչպես է պատահում քննությունը, այս մանրամասներ ինչ որ ձեզ ասեցի։ Եվ իր ասած բառերը, որ եթե դատախազությունը չլիներ, ինքը կյանքում այդ գործը չէր հարեցի։ Եվ այստեղ մատ հետաքրքիր բան, այն օրը, որ անցի 7-ին, նոյեմբերի 7-ին, եղել է առերես հարցաքննություն այդ մնաց Հարությունյանի հետ, եւ ամենահետաքրքիրը, որ մնաց Հարությունյանը, առերեսումից 2 օր առաջ նորից մեսեջերով սպառնալիք նրա ուղարկել, որի ես նկատում եմ, ես չեմ կարող նրա վերածել ջնջել, ուղարկել է հենց հարցացել եմ ջնջվելը, այսինքն դրանք եւ այստեղ հարց է ծագում եւ առերեսումները Եվ առերեսից այս առաջի անգամ չեմ հնչեցնում, որտեղ առերես հարցաքննությունից եմ եկել, հենց աստիճանների վրա երրորդ քննչական բաժնի ցույց եմ տվել մնաց Հարությունյանի SMS-ներ, այսինքն այս մարտահանակ սպասել, որ առերես հարցաքննության նորմեր ագնում, դրանից առաջ ելագնում, մեկնաբանություններում, ինչ ասես դնում, ձեր օպերատիվը, ձեր պատվալը դուս Ուզում ասում նույնիսկ ինչ չի եկաշում, այստեղ կանքի սպառնալիքն է։ Եվ ես բնականաբար այդ բոլոր սկրինները
Եվս ներկայացնում եմ, որտեղ ես չեմ պատկերացնում, ոնց կարող է մի մամ առերես հարցաքննության գնալուց ավելին, ու գիտեք ինչն է հետաքրքիր, որ նույն պահին այդ մնաց Հարությունյանը չի զազրում, ոստիկանության բաժին է գրում, որ իբրև ես իրան դրդում եմ, հեսա նայեք, քրեական վարույթի 61-63 մարաշի բաժնի պետին, որ զանգարել է մնաց Հարությունյանը և հայտնել, որ YouTube սոցիալական, չէ Facebook, YouTube սոցիալական կայքերում տևական ժամանակ այդ վերաբերյալ չի դիմում ինչ, տարածողը Ոմեն Մարինա Պողոսյանը, որ իրեն դրդում է ինքնասպանության հայտնելու, որ իր անբարոյական է։ Հիմա ստեղ նախ պետք է հասկանային, հա, այսպես էս կեղծ բան է, եթե մարդը սենց բան է, սա պետք է հետևանք ունեն, դա պետք է պատշել այսինքն ամբողջ այս մեխանիզմը միտվել է նրան, որ հանդեպ չի թող ինքը տենց խոսա, թող խոսա, մենք մեր շրջապատով, մեր միջոցներով էլի եմ ասում, բացառապես քննություն չի անցկացվել, որևէ փաստաթուղթ չի զննվել, ընդամենը ես հանձնել եմ։ Եվ այդքանից հետո ես ուրիշ շատ բան չեմ կարող ասել, կարող եմ ներկայացնել ես Մենաս Հարությունյանի էլի իմ մեսենջեր հավելվածին նրանից հետո ինչ-որ ձեզ ներկայացրել եմ դրածները, ես իհարկե ցավում եմ, որ ես հիմա պետք է դատարանին ծանրաբեռնեմ նրանով, ինչի համար որ քննիչը գումար է ստանում, էլի եմ ասում, եթե նույնիսկ այսօր ոչինչ չասեի, մենակ ներկայացնեի, չեն զննվել են հեռախոսահամարների չի ներկայացնում, չի հարցակնվել դերասաններ են աշխատակից ով ստացել զանգերը, արդեն իսկ դա բավարար է հասկանալու, որ այս գործ քննված է թերի, ոչ օբյեկտիվ, եւ այո, ես գտնում եմ, որ առերևի փոխանցումների արկայությամբ, որովհետեւ չի լինի նման բան, որովհետեւ ամեն մեկիս համար մեր կյանքը բավականին թանկ է։ Ես այսքանը կներկայացնեմ, ես վստահ եմ, որ դատարանը մնացած ամեն ինչի զանոթացել է, սա ուղղակի ես ներկայացնում եմ այն առումով, որպեսզի ես երբևէ չեմ ցինում մեր պարբարանոց հայտարարություններ անել, այդտեղ կան ապացույցները, եթե դատարանի մոտ հարցեր կա, ես սիրով կպատասխանեմ։ Կարող եմ ասել, այո։ Եվ նա, ասում սպառնալիքի կապված, ուրեմն ես ասել եմ, որ կա երկար ձայնագրություն, երբ որ առաջ օրն է զանգել, բնականաբար ես այդ բանին չեմ ձայնագրություն, չեմ իմացել ու Երբ սա երկրորդ օրն է զանգել, երբ որ խոսում եմ, ասում ու սպառնում եք, ասում եմ, հա դե բանս, այսինքն չի ասում, че ես չեմ սպառնացել, եւ այդտեղ է գրած է, երբ որ նամակներ աղում են դերասանյակը, բոլորս կպատժեն։ Հիմա ես պատժում եմ հասա, իսկ այդ սպառնալիքը ինչեցել է սեպտեմբերի 2-ին, եւ կարծում եմ, որ միգուցե շատ ավելի բարձր կարծիքի եմ մեր համակարգի հնարավորությունների մասին, բայց ձեր կիբերհանցագործություն բաժնում պետք է անխառնվում վստահաբար ասում եմ, որ բառացի ասել է, վրեդիվիսլատա ես չեմ լսում, բոմշ նվարձել կլսում, այսինքն այս խոսակցություն եղել է, և ես այդ խոսակցությունը պատվաշան դատարանի ոչ չեմ դրում, դև ամեն մեկն ասատի չեմ, եթե չլիներ շարունակություն, նույնիսկ անընդմեջ ես մարդը սկսել է զանգել ու անհանգստացնել, 78 անգամ չգիտեմ, և հիմա ուրիշ հարց է ծագում, ինչն է եղել պատճառը, որ այդ SMS-ները, որ Viber WhatsApp-ի ուղարկել է, Telegram-ով միանգամից երևի հենց ծրագրված լավ չեն, որ ջրվել են։ Այո, եղել է այդ սպառնալիքը, այո, Քննիչ Շամուրադյանը ներկայացրել են 20 րոպե անց այդ խոսակցությունը սեպտեմբերի 3-ին, երբ որ ես մնացել եմ ֆրանսիացիայով սպառնում ես այդ զանգումից եւ այլն, ասում ես բայց կներեք, նախ ես չգիտեմ նման եթե ձայնագրություն պատմում և քննիչի չէ, միգուցե դարի
Եվ որ չեմ վստահում, ես 20 րոպեանոց ձայնագրությունը, որի մեջ Մենաց Հարությունյանը չի շփվել ես սպառնացել։ Դա ներկայացել ես վերջում ինչ որ եղել է արարեց հարցակնության, օրը մնացած է ներկայացել։ Չկա տես բան, որից վերյալ չի մի շարունակում։ Մի քանի անգամ Այո։ Երրորդը ճիշտ ասած, երբ որ բողոքները են քրեական վարույթի անոց չեն եղել, եւ չեմ տեսել այն հայտարարությունը, որի տեղ կատարվել է։ Ես կուզենայի այսօր հնարավորություն հնարքել հարցով, ինչ անշնակում վերցնել վեցանունները 10 հեռախոսների որոնց ես չեմ ասում, որ զանգահարել, բայց նույնիսկ չփորձել, միգուցե հնարավոր չէ չփորձել Viber, WhatsApp-ի SMS-ները վերականգնել, Messenger-ը չկա վերականգնելու, եթե պետական կոմիտեն չունի այդ հնարավորությունը, մենք ունենք այդիշնիկ, բայց դա ես չեմ անում վիդեոսների, բերեք որ բարձր իրակ բան։ Այդ մասով ասած Դալերը բերել որ ես անում Ես այս հարցը պատասխան որ այդ դեպքը դրացանություն Գողի Հասկանում եք, իսկ տուժողից ետ ուզեցին, որ տուժողը չներկայացնել սամել, և ով էր խնդրում 10 այլ հեռախոսամ։ Նախ նամշով ասել, հավատացեք, բոլոր ասեք իմ հեռախոսի 97% հեռախոսը համարն։ Եթե մարդիկ ուներներ 10 ասեք հեռախոսը համար, արդեն իհարկե դա հրորեն պատժել չի, բայց ինչ-որ բան առաջան, որ 10 ասեք հեռախոսը նորմալ մարդիկ հեռախոսը համար չունեն։ Հիմա ես հարցում եմ նախագահության մարմին, ի՞նչն է պատճառը եղել, որ մեր միջոցներն օգտագործել են, մնաց հարցնել 10 հեռախոս են անել, որոնց մասին ես չեմ նշել։ Ինչ նշել, որ վերածանները ստացել։ Եթե վերածանները ծավալացնել, մենք որ դրան մենք հեռախոսահամարներ չեն որ։ Իհարկե։ Որ հեռախոսահամարներ։ Անջել որ վերածանը չի կատարել, ո՞նց է վերածանը։ Ասեմ, երբ որ փաստաթղթերը եւ նայեք, քանի որ գրասենյակի ես ցես տվեցի, բայց քանի որ գրասենյակի հեռախոսը բնականաբար 10 տարի վարձակալում են եւ կարող է, մենք ունենք վերցանումները, թե որ համարվեցանը բացի դրանից։ Հիմնական մեր գրասենյակի հեռախոսը վերահասցրագրված է բջջային հեռախոսով 24 ժամ է աշխատում։ Այնպես որ մեխանիկորեն համար գրվել է 093 533 610 մենակ սա է վերցանել քննիչ ժամանակն ասել, որ հա այդ հեռախոսահամարի երկու օրվա 70 զանգահարել մեր գրասենյակ։ Լավ, եթե մարդը adekvat հեռամիջոցներ չի օգտագործում, իմ համար օրինակ անհասկանալի է, արդյոք հարց չեն տեսել։ Մնացածը չեն ասել։ Ինչ համարի որ ասել, որ չի։ Ասեմ ես այդտեղ Viber-ի WhatsApp-ի համարներ էր եւ 091, գիտեք ինչ բողոքի մեջ է կա, գրված է, դատարան բողոքի մեջ գրված է։ Հենց այդպես։ Ոչ, բողոքների իմ հաղորդումների մեջ գրված է, իհարկե գրված է։ Ուղղակի այնքան չի խորացել, որ 70 անգամ, եւ բացի դրանից, ես քննիչին ներկայացրել եմ նաեւ Մնաց Հարությունյանի կողմից վերցանումների հաթեթը, որ ձեզ է ներկայացրել, որտեղ մենք կպատժենք։ Գիտեք ինչ, իրականում եմ ասում, սպառնալիքը շատ բարդ է ապացուցելը,
բայց նաև ինչ-որ գործողություն է պետք անել։ Օրինակ գնաց Հարությունյանի որևէ մեկը հարցնա պատժվել գարի տակ։ Ես գտնում եմ, որ հա մարդ պետք է առնվազն լինի ապուշ, որ 5 անգամ դրի ես կսպանեմ։ Դա չի կատարվել գործողություն, որպեսզի պարզվի, թե ո՞ւմն մնաց Հարությունյանը, որը իմ Արաքի այցելության հետ կապ չունի։ Րոպեն էլ անց, ինչ կապ ունի Արաքի դաշտի հետ, ընդհանրապես ինչ ունի, դա եմ ասեմ, որովհետև ասենք մենք ենք աշխատում։ Որտեղից այդ մարդը տեղեկանում, Արաքի բաժինն է իրան որպես դիրապետա պատվիրակալ Այս հարցը չի հնչում, ով ես դու և ինչ կապում ես, 78 անգամ զանգում ես, գիշերը զանգում ես, ցերեկը զանգում ես, գրում ես կպատժեմ ձեր կոոպերատիվը, ով ես դու, ինչ ա քո ուզածը, քո երեխան, որովհետև ես նույնիսկ այդ խոսակցության մեջ հստակ երեք լսել եմ, ասում եմ, որ իմ արածը, եթե դա քո նախկին սիրողության չգիտեմ ինչից է այդ երեխան, դա ընդհանրապես երեխայի պաշտպանությանն է միտված տղաներ։ Սա էլ հարցը չի տրվել, ինձ համար ամենակարևորը, որ չեն վերցանվել, այսինքն նույնիսկ փորձ չի կատարվել վերցանելու հաղորդագրությունները, չի եղել ընդհանրապես գրասենյակի աշխատողի հարցացելուց։ Եղել է, որ խոսացել են Ես նրա համար որպեսզի հիմա ուղիղ եթերում են և այս աղաղ կարող է նախատիպություն չգիտեմ իհարկե դատարանի ինչ որոշում կայացնի, թույլ տվեք դրա մասին չասեմ, բայց հավատացեք, որ իմ միջնորդությունը այս առումով հիմնավոր է։ Չի արձակվում։ Ասել եք նոր է լավ։ Զանգերի մասով Ոչ միայն զանգերի մասով, այլ նաև ստացվել են տարատեսակ սպառնալիքներ և բացի դրանից այդ դեպքում մեկ այլ հարցի մոտ կծագի Բաքվիչը մնացի մտերի ֆրիդայել ինչի ականջում հարցակրում նա ինչ պետք է ասեր սպառնալիքի վերաբերյալ ոչինչ։ Դրանց մեկ էլ սպառնալիքը ստացան։ Այո, ես չգիտեմ, երբ որ գրասենյակի աշխատակիցը ես չեմ ուզում կանխորոշիչ որևէ բան ասել, էլի եմ ասում։ Իհարկե։ Երբ որ եղել եմ քննչականում, հարցաքննության ես չեմ հարցաքննությունը ստեյցան պետք է կամերայի։ Դուք նյութերում նույնիսկ չեք հանդիպել, երբ որ ես ներկայացրել եմ, թե քանի զանգահարը գրասենյակ, ես եմ ներկայացրել, և գրասենյակի հեռախոսին ուղղված այդ փաթեթը, որ հիմա ձեզ մոտ է, այդ խոսակցությունը կպատժեմ և այլն, եղես չկա, բայց ուր է, այդ ժամանակ եմ ներկայացրել, հստակորը չեմ Չէ, ես մտավախություն չեմ ունեցել քննիչին ասելուց, որտեղ տարբերություն, որ հիմա սա հանրային է, քննիչի հետ մեր խոսակցությունը եղել է երկուսով և ավելին։ Ես հիմա չեմ կարող հիշել, բայց կարող եմ հստակ նշել, որ քննիչին իմ կողմից ամբողջ փաթեթեր միասին ներկայացվել է գրասենյակ ուղարկված դրա հաղորդագրություններ, որտեղ այդ պատժել ու տարատեսակ այլ բառեր, այսինքն դա գնացել է, բայց խոսքը ոչ մենակ հաղորդագրությունների մասին է, նաև վերբալ հնչեցված սպառնալիքի, որը մենակ կարող է օֆիսի աշխատակցին կանչել և մնալ Հարությունյանի հարցին։ Ես ընդհանրապես այդ քննիչի մոտ 2 անգամ եմ եղել։ Ես հետս եմ կարող վերաբերական։ Այսինքն եթե նախաքննությունը սկսվել է, քրեական բանույթը նախաձեռնվել է, ես այդ ամբողջ թե հեռախոսահամարներն եմ տրամադրել, թե այդ փաթեթն եմ տրամադրել, որտեղ նոր տպված ես ոչինչ չունեմ։ Երևի թե մենակ գիտեք ինչու չեմ ներկայացրել, որ առերես հարցաքննության օրը մնաց Հարությունյանը էլի սպառնալիքները հնչեցրել մեսենջերով, որը ջնջվել է, դա էլ ես մի անգամից հենց
աստիճանների վրա, որովհետև առերս հացածնությունը խախտումներով էր անցել եւ արդեն չէի ուզում, ես կեսից դուրս եմ եկել, հավատացա, որովհետև այդ մթնոլորտում չէի ուզենա, երևի ձեր մոտ կա, թե հետո ուզեն անջատել եմ, թե ինչ ես չգիտեմ, ամենայն դեպս ես առերս հացածնություն ավարտին չեմ սպասել եւ կնցել։ Ես ուզում նշեք կարող Ապրեց սպառնալիքները Հենց էկա, այսինքն հիմնական սպառնալիքը եղել է, որ պատժելու մասին, բայց մնացածը թող արդեն վերասենյակի աշխատում։ Եվ այստեղ գիտեք ինչ է, էլի եմ ասում, ես հասկանում եմ, որ սպառնալիքը դժվար է ապացուցել, եւ ես այդտեղ կար նաեւ հաստատուրդ, քանի որ իմ լուրջ կասկածներ կար, թմրամիջոցները օգտագործելու բանի վերաբերյալ, որտեղ լուրջ, այսինքն մտածել նորմալ սթափմակը չի կարա 100 անգամ ուտել զանգի արել։ Հետո նորացի ֆրիգանքի մսա, հետո ունեք խոսացրոս ֆրիգանքի պատժել ինձ միանցի գնանք դատարան։ Հասկանում եք, հետո մեկ ասում արաբի բաժինի ընկերներն են մեկ SMS-ում ասում ուզում եք գործ տան արաբի բաժինը եւ քրեական վարույթի նյութերում բնականաբար տեսա այդ հաստատությունը, որ իբրև ստապությունը ստուգվել է, թույլ տվեք ես դրան չվստահեմ, որտեղ ես տարիից միշտ չեմ իրավապ պաշտպանել, ես տարիների փորձ ունեմ, դրսում ստապության կենտրոններում աշխատելու եւ շատ լավ հասկանում եմ մանթուր ամենակերպից, բայց էլ եմ ասում, ես ձյարունը զնող չեմ, այո, գործը թերի ակնված, բացարձակ քննված չի, ուղղակի թղթեր են լրացված եւ ամենակարևորը ինձ համար երբ որ մարդը ստում է, սա էլ է համար կարևոր դատարան, երբ որ մարդ մի բան ստում է, ուրեմն մարդ հարցնելու բան ունի, ինչի է բնիչ Շահնուրազյանը 2 անգամ առնվազն դատարան է ստել եւ քրեական գործի նյութերի մեջ, մեկը որ ինձ տեղեկացրել է, որ քրեական վարույթ չի նախաձեռնել եւ մյուսն էլ որ զանգարել են տեղեկություններ ապահովել, երևի թե հասկանալով, որ ես այլևս այնտեղ չեմ գնա, այն որ կոպիտ ասած, բառը չգիտեմ ոնց վերակետ ասեմ, այն որ ես իրանց տվել եմ կորցնել, սղացնելու համար, ասել եմ այն ասել տեղեկությունների չտվեց։ Ամբողջ տեղեկությունները տրամադրված եղել քննիչ Շահնուրազյանին կապույտ կամ սերգույնի պապկայից։ Ֆլեշկաներ հետո։ Չէ, շնորհակալ եմ, որ համբերատար լսեցիք, ուղղակի էմոցիոնալ եմ, որտեղ ինձ է վերաբերում։ Շնորհակալ եմ շատ